Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի ԱՄՆ հայոց կաթողիկոսը, որոշ սեղանին դրել է կաթողիկոս։ Հիմա ես կարդամ կաթողիկոս։ Հիմա ես կարդամ կաթողիկոս։ Так. Թուրքոսը որոշ դարերի վեր Так, բարերեկո ընկերներիս, գիտակից հատվածին, մարդ կոչվածներին և ազգային գենետիկ ֆոնդի ներկայացուցիչներին։ Այսօր մի քանի հետաքրքիր հարցեր եմ ուզում բարձրացնեմ, բայց ես մտածում եի, որ դատավարությունը, որը ներկայացված էր արդեն Facebook-ով, YouTube-ով եւ այլն, արձագանք կլներ, այսինքն գիտակից մարդկանց մոտեցումը կլներ այդ ամենին եւ հասկանալով, ընկալելով դուրս կգային ազգային ազատագրական պայքարի։ Բայց ցավոք սրտի տեսնում ես ոռները հագցրել են գլխներին ի տիշինա։ Մարդ չկա ոնց որ ասած։ Դուրս են գալիս, բողոքում են, բոյկոտում են, ադրբեջանական բենզինն եկել է, ադրբեջանի բենզինը խի եք առնում։ Արա այ չաթլախներ։ Ու դուք կապիկ չեք այ պոռնոներ։ Ինչի դուրս չեք գալիս այդ բենզին բերողը, այդ ադրբեջանական բենզին բերողների, թույլ տվողների դեմը դուրս գալի ասի այ պոռնոներ։ Դուրս արեք բոյկոտեք։ Խիտ բա դուրս չեք գալի, այս սուկաներ, հա։ Ձեր լրատվական պուտանկեքի ցեղատեսակի կամ են իբր բոյկոտողների արա աղբեք կամ լսեք լարա Այն պատերազմի ժամանակ որտեղից էր բենզինը գալիս, հա։ Որտեղից էր բենզինը գալիս ու որտեղից էիք դուք վառելիք կոչվածը լցնում։ Վզգոն քորը այն ժամանակ չէր բերում, խերժոն Ռաուֆը չէր բերում այդ բենզինից, Ադրբեջանի բենզինից։ Ձեր մտքով չէր ասնում, որ Պարսկաստանից բենզինս, ասենք Սալյարկան եւ այլն որ գար, դե էժանա։ Այդ գները, որ այսօր կան, դա Բաքվի Ռուսաստան կոչվածի վառելիքի արժեքն է։ Բայց սա թե թողենք այս ամենը մի կողմի վրա։ Արա այդ չար ու շատ լախներ։ Դուք մարդ եք արա։ Կամ այս մտածողները, ներկայացնողներ են լրատվական պոռնոները, որ մոտենում են մարդկանց դուրսը հարց ու պատասխանի միջոցով։ Դուք ոնց եք մտածում Փաշօղլու այս ասասի վրան, կաթողիկոսի էսը, արա այ գանդոններ։ Ենթադրենք Պողոսը մտածում է, որ կաթողիկոսի ոռը Սվերլոյով փեդ են կողել։ Դրանից ինչ։ Կամ Փաշօղլու կանգա ոռը եկա Բադրջան են կողել, որովհետև ինքը չի հանգստանում, էլի։ Փաշօղլու ոռը, հետո ինչի մենակ Փաշօղլու ոռը կամ այդ ագարկի ոռը, հա։ Ովքեր էս պիդրին, էս գյոթին պաշտպանում է, նրա կողմնակիցն է,
նրան ընդունում է որպես որջապետ, դրանք ավելի գանդոն են, ավելի գյոթ են, ավելի թուրքի քունված գանդոններ են, քան նրանք, ովքեր այսօր իրականում դրել են ձեր սաղիդ քունում են, ձեր սաղիդ թալանում են, ձեր ոսկե սերուցքին տարան զոհաբերեցին, չնայած եթե դա իրականում ձեր ոսկե սերուցքն է, ձեր երեխեքն են, ձեր երեխաներն են, ձեր հայրերն են, ձեր մորքուրներն են, ձեր քույրերն են, ձեր եղբայրներն են, հարցը առաջանում արա, դուրս են գալիս ագարկա լրատվական պուտանկեքը, բանը, սրպազանի, արա կողեն շները սրպազանիներ, սրպազան տեր կոչվածներին են, դրանց պաշտպանողներն էլ, դրանց մեկնաբանողներն էլ, ու մնացած պոռնո կլուբի անդամները։ Ինչ սրպազան, այ ոռատուներ, այդ սրպազան կոչվածը ձեզ ասում է օղչար, ասում է հոտս, կամ այդ տեր կոչվածները, ասում են հոտս, այ ոռատուներ, դուք մարդ եք արա, հա, ու դուք դուրս եք գալիս ասում եք սրպազան, դուրս եք գալիս ասում եք կաթողիկոսը զումահանի դու ժաշտան շներ այդ կաթողիկոսի բեռնումներ, դրան պաշտպանողի բեռնումներ, այս ինչ կապիկություններ եք անում, այ ոռատուներ, ինչ սրպազան արա, ինչ է սրպությունը արե, ինչ սրպությունը ներկայացրե առորս, որ դուք այդ սրպազան կոչվածին ասում եք սրպազան, այդ գանդոնին, այդ ոռից քունվող գյոթին, այդ մանկապիղծ ոռատուին, հիմնավոր եմ ասածս, Ստամբուլյան կոնվենցիա ընդունվեց, հա, ընդունվել, հա, Ստամբուլյան կոնվենցիանով ընդունել, Ռաուֆն ընդունել, Ռոբիկ Քոչարյանը, Խերժո Նարիմանովն ընդունել, Լանզարոտի կոնվենցիան է մանկապղծության, հոմոսեքսուալիստների, գյոթերի, պիդրների, աղբեկի, ընդունել է այս գանդոնը նորից հանդիմություն խաղացող պիդրների հետ, այսինքն Խերժոյի հետ, Ռաուֆի հետ, Քորի հետ, հանդիմություն դաշտանների հետ ու մնացած կուսակցական պիդրների, նույն դոդիկի հետ, նույն լոֆոների հետ, նույն մնացած ղախպեկի հետ, հարց եմ տալիս արա, դուք իբր թե վրոդի մտածող եք արա, Լանզարոտի կոնվենցիան մանկապղծության մասին, պոռնկության մասին, գյոթերի մասին, օրենք ընդունողը, այդ ընդունողներին պաշտպանողները, այդ ընդունողների ճանաչողները որպես որջապետ, որպես նախագահ, դրանք ինչ են, նույն գանդոնները չեն արա, այ ոռատուներ, դուք ավելի ոռատու եք, ավելի գյոթ եք, ովքեր ես գանդոններին ընդունել են, ընդունում են, ճանաչում են ու պաշտպանում են, ուրիշ բան, խոսում եք ապօրինությունից, արայ գանդոններ, ինչ ապօրինություններից, ապօրինությունից եք խոսում արա, 91 թվականից այս պետություն կոչվածը չկա, մեր Արմենիանա, մեր Հայաստանը չի այդ չար ու չատ լախներ, Արմենիան 470,000 քառակուսի կիլոմետր է, Հայաստանի Հանրապետություն կոչվածը իբր 29,800 է, հիմա, այն միջազգային կոչված տրասի գանդոնները, որ ներկայանում են իբր, թե իրավակետներ, միջազգայնակետներ, դատաղազներ, համակարգեր ու մնացած կլլերի գանդոններ, լսում եք ոռատուներ, նախ բերեմ էլի իրավական հիմքերով, ասում եք դուք միջազգային օրենքներով եւ այլ, պայմանագրերով եւ այլ, չէ, պայմանագիրը ինչ է вообще, հա, պայմանագիրը ինչ է вообще, գիտեք դուք արա, պայմանագիրը միջազգային կոնվենցիա կոչվածով, այդ հասարակական կառույցի տրամաբանությամբ
եւ նրա ներկայացուցչականով դա միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն միջազգայինորեն ճանաչված պետության, նրա օրինական ղեկավարության, կառավարության ներկայացուցչի կողմից ստորագրված փաստաթուղթ է։ Հիմա 1921 թվականին, որ այդ Կարսի Մոսկվայի պայմանագիր կոչվածները ըստ ձեզ էլի Արապապյան կոչված են կլերի գանդոնը, որ ներկայանում է Կարսի ես Մոսկվայի պայմանագրերով ես սխալ ես մի րոպե պայմանագրերով բայց դա պայմանագիր է արդյոք դա պայմանագիր է ես ձեզ ներկայացրեցի պայմանագիրը նա է որ միջազգային նորեն ճանաչված պետության նրա օրինական կառավարության ներկայացուցչի, այսինքն արտաքին գործերի նախարար, օրինական նախագահի, օրինական վարչապետի, օրինական ազգային ախորի, բայց նորից եմ ասում, 1921 թվականին, որ ստորագրվում էր Կարսի Մոսկվայի պայմանագրերը, ում կողմից է ստորագրվել, որով մեր Արմենիայի տարածքը բռնակցել էին Ռուսաստան կոչված խեռի գանդոնին, որոնք այսօրվա վրա Ֆուցններով, Ելցիններով, Գորբաչովներով եւ մնացած պորնո կամանդով եւ նաեւ ստեղի գանդոններով հաստատվում ըստ ձեզ էլի օրինականացվում եւ կնքվում է պայմանագիր 1921 թվականին ոչ ԽՍՀՄ կար ճանաչված ոչ էլ կար Թուրքիա այլ ազգային մեծ ժողով հասարակական կառույցներ կազմակերպություններ եւ նաեւ այդ ԽՍՀՄ կոչվածի ըստ ձեզ էլի նաեւ ռուսերեն ասեմ ՍՍՍＲ կոչվածի, հա, ՌՍՖՍР կոչվածի հասարակական կառույցը հասարակական կառույցի ներկայացուցիչները ինչ որոնք չեն ճանաչված միջազգայինորեն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող կարգավիճակը չեն ունեցել ոնց կարող է պատահի դրանց կոչված պայմանագիրը դրանց համաձայնագիրը դառնա օրինական հա հարց եմ տալիս արա ոնց կարող է պատահի նշված կոչված գրությունը այդ որի թուղթը դառնա օրինական բնականաբար դա օրինական չի ուստի եւ չի կարող դիտարկվել չի կարող դիտվել որպես պայմանագիր այնպես որ այդ Ռուսաստան կոչված կլերի գանդոնները ֆուցններով կամ էս պորնո կլուբի անդամներով որ անդրադարձ են կատարում Մոսկվայի պայմանագիրը եւ այսին Կարսի Մոսկվայի պայմանագրերը պետք է չեղարկել բա դրանք բոզի տղեկ են դրանք կամ անգրագետ գանդոններ են կամ թե չէ դերասաններ որոնք ներկայացնում են անգրագետ անասուն համակարգին օղչարահոտին որի պրտե գիտեք ինչ կա սա պայմանագրեր են սրանք օրինական են ուստի եւ դրան պետք է իրավական կարգավիճակ տալ եւ դրանք իրավական հետևանքներ են առաջացնում դες բան չկա նաեւ որևիցե պայմանագիր կոչված որը ստորագրվել է 91 թվականից որովհետեւ 91 թվականից ԽՍՀՄ կոչված հասարակական կառույցից որը բռնազավթել է բռնակցել է մեր Արմենիայի տարածքը գոյություն չունեցող Թուրքիային գոյություն չունեցող Ադրբեջանին որովհետև նորից եմ ասում դրանք կեղծ կառույցներ են դրանք կեղծ կոչված պետություն են այդ թվում նաև Հայաստան կոչվածը մի պետությունը որ այս աշխարհում գոյություն ունի ես տարելկայի վրա այս երկրագունդ կոչվածի վրա դա Արմենիան է որից ստեղծվել են առաջացել են կամ կարգավիճակ են ստացել Եվրոպա, Ֆրանսիա, Ամերիկա, Աֆրիկա եւ այլ եւ այլ եւ այլ։ Այդ աշխարհի ցիվիլիզացիան տվել ենք մենք, մեր արմենական ազգը։ Հիմա 91 թվականին ես դրա մասին նաեւ դատական process-ով ներկայացրել էի, դրել էի, տեղադրել էի, որ քարերը, ոնց որ ասած, անասունները, ովքեր հասկանում են, դիտարկում են վրոդի իբր թե, հա, ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի միջազգային կառույցը,
ՄԱԿ-ի անդամ պետությունը այդպես բաներ չկա։ ՄԱԿ-ը ինքը հասարակական կառույց է եւ դատական process-ում, որը ցուցադրվել է քրեական վերաքննիչ դատարան կոչվածում, դա որի են Գանդոնի անմիջական մասնակցությամբ գլխավոր դադաղազի վարչության պետ Գանդոնի եւ գանդոնական համակարգի այդ թվում նաեւ ԱԱՑ-ի վարչության պետի մասնակցությամբ հարցադրումները դրվել է դեմները։ ՄԱԿ-ը իրավական միջազգային իրավունքի սուբյեկտ է, հիմնավորումները տվեք։ Դուք պետություն եք, անկախ պետություն, ցուցադրեք հիմքերը։ 91 թվականով դուրս եք եկել ԽՍՀՄ համակարգից, փաստերը ներկայացրեք։ Բռնակցել էին, մենք դուրս գալու խնդիր չունեինք, մենք ինքնորոշվելու խնդիր չունեինք, մենք ունեինք ազատագրվելու խնդիր։ Ազատագրվելու ոչ թե 29800-ով, այլ 480,000 քառակուսի կիլոմետր։ Կողեն շները Վուդրո Վիլսոնի բերանն էլ, Թրամփի բերանն էլ, Բուշի բերանն էլ, մնացած գանդոնների բերանն է։ Դրանք ով են, արա։ Դրանք ով են, որ ինչ որ բան որոշեն մեր ազգի, մեր Արմենիայի վերաբերյալ։ Դրանք ով են ախ։ Դրանք բոլորը ֆիկցիա են։ Խաբեբայություն, խարդախություն, բոզի տղեկ են, նույնպես Ֆուցնը, նույնպես գանդոնները, քորից բռնած մինչև էս բոզի տղ են, Խերժոյով, Ռաուֆով, Փաշողլով, իրենց համակարգերով։ Կոնկրետ դատական process-ի վրա ժամանակ դրված էր։ Այ պորնոներ, հիմքերը ներկայացրեք, որ դուք դուրս եք եկել։ Որ դուք հանդիսանում եք միջազգային իրավունքի սուբյեկտ։ Ունեք իրավասուբյեկտություն որևիցե բան պարտադրելու եւ ձեր օրենքները, որոնք գրվել են ձեր պորնո կոմանդի կողմից, իրավունք ունեք կիրառելու մարդկանց նկատմամբ, ժողովուրդ կոչվածի նկատմամբ, մեր ազգի նկատմամբ ոչ մեկը իրավունք չունի։ Սրանք բոլորը անօրինական են, սրանք բոլորը հանցագործ են, ոչ միայն մեր քրեական օրենսգիր կոչվածով, ըստ ձեր գիտակցության, այլ նաև նույն միջազգային կոչվածներով։ Հիմա ես ձեզ բացատրեցի, որ միջազգային պայմանագիրը ինչ է, եւ որևիցե այդ միջազգային կոչված պայմանագրի ազդեցության պարտադրանքի միջոցով պարտավոր ես կամ են գործողությունները կատարել։ Հիմա քանի որ ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ խերի Ամերիկան, Ֆրանսիան, Ֆլանը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն, այդ թվում որովհետև ՄԱԿ կոչված է նաև հասարակական կառույց է, ապա որևիցե դրանց կողմից համաձայնագիր, հռչակագիր, ըստ ձեզ պայմանագիր եւ այլն իրավական կարգավիճակ չունեն, իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել եւ այդ ամենը ֆիկցիա է, կեղծիք, հասկանում եք, որի թուղթ, նաև որի թուղթ է այդ Փաշողլին, Խերժոն, Ռաուֆը, Քորը իրանց համակարգերով, ազգային ախորներով, դադաղազություններով, ԱԱՑ-ներով, դադավորներով, դադարաններով եւ մնացած գանդոններով։ Սրանք բոլորը պրոստիտուտկեք են։ Բարի բուն իմաստով կամ բազմակի օգտագործված գանդոններ։ Հիմա այդ գանդոններին ովքեր ճանաչում են որպես իշխանություն, ընդունում են որպես իշխանություն, ներկայացնում են որպես առաջի, երկրորդ, երրորդ նախագահ, վարչապետ եւ այլն, դրանք ավելի գանդոններ են։ Դրանք ավելի բոզի վաստակներ են, սրանք ավելի թուրքի քունված գյոթեր են, քան ցես գյոթերը, որովհետև ձեր իսկ միջոցով, ձեր իսկ գանդոն կարգավիճակ ունեցող համակարգի միջոցով, դուք օրինականացնում եք ըստ ձեզ էլի, բայց չեք կարա, դրա հնարավորությունը դուք չունեք, դրա իրավունքը դուք չունեք, ոչ լրատվական պորնոներ, ոչ էլ մնացած պորնոները, հասկանում եք, ուստի եւ այդ ամենը ֆիկցիա է, այդ ամենը անօրինական է։ Փաշողլուին ագարկա կնիկ կոչվածին, որ ղրեր են ջայլ չմնաց, սաղ քունեցին, սաղ ծածացնում էին։ Իդեպ փողով էլ է քունվել ես ագարկեն։
25 մայ տալիս էին, քունում էին այս ագարկին։ Ես ներկայացրեցի նաև փաստերը, որ այս ագարկեն Թուրքիա քոնվում։ Դա որևիցե մի համակարգ, այդ թվում նաև Փաշողլի կոչված տրասի գյոթ այդ ոռատու գանդոնը, ինչպես նաև Աննա կոչվածը, դա չհերքեցին։ Որևիցե մեկը դա դրան չմտավ։ Որևիցե մեկը դրա վերաբերյալ չներկայացրեց իր դժգոհությունը։ Նորմալ բան է էլի։ Քուվում է էլի, ծծում է էլի։ Այ ոռատուն է։ Դուք մարդ եք, ու այդ գյոթին, այդ ոռատուին դուք ճանաչում եք Որչապետ, ճանաչում եք առաջի տիկին, շները ժաշտան ձեր գանդոն բերանը։ Շները քունեն ձեր ագարկա բեռնիցը, որ այս գանդոնին, կամ այս գանդոններին, այդ 4 գանդոններին, ընդունում ճանաչում եք որպես իշխանություն, որտեղ իշխանությունը ազգինն է, շխերրիս իշխանություն, սրանցը պրոստը բազմակի օգտագործված գանդոններ են, բա գանդոնը ոնց կարող է պատահի կարգավիճակ ունենա, գանդոնը ոնց կարող է, են էլ բազմակի օգտագործվածը, ոնց կարող է բան ասի, բան պարտադրի, բայց դուք ձեր ողջարամտությամբ այդ ամենը թույլ եք տալիս։ Հիմա ես նաև այդ պայմանագրերի պահով, հիմա այսօր կարճ եմ խոսելու, բայց ըստ էության, մի րոպե, 44 օրյայի առաջին պատճառը Մի րոպե։ բանակցային գործընթացից խուսափելն էր եւ Ես իշխանությունը Նիկոլ Փաշինյանին չեմ հանձնել, այլ Կարեն Կարապետյանին։ 44 օրյայի առաջին Հիմա։ պատճառը բանակցային գործընթաց այս խերժոնը ճանաչում եք, չէ՞ խերժո, այս գանդոնին ճանաչում եք։ Ասում է, ես իշխանությունը Փաշողլուն չեմ հանձնել, հանձնել եմ Կարեն Կարապետյանին։ Տեսեք, ենթադրենք, էսի պետություն կոչվածա, իրանք սահմանադրություն են գրել, բնականաբար սահմանադրություն են գրել են ինչի համար, ուստի որ ոռը մաքրեն իրանց, հետո լպստեն, կամ տան ողջարահոտին, որ իրանք լպստեն, ալ դա իրականացվի։ Հիմա, ասում է, ես Փաշողլուն չեմ տվել, իշխանությունը, տվել եմ Կարեն Կարապետյանին, արեք նա սենց վերլուծենք, էլի, այս նախադասությունը, դու ես այդ կլրի գանդոն, որ իշխանությունը 10 սրան կամ նրան, այդ իշխանությունը քոնն է, սկսենք դրանից, բնականաբար այդ իշխանությունը քոնը չի, ուստի և դու այդ կանգատ ոռը չի այդ պուտանկը, որ 10, ասեք արեք քունեք, հա, կամ որ չտաս, ասես չէ, էսի թող այսօր սրան չքունվի, մնացածին քունվի, դրա իրավունքը դու չունես, ագռկա, երկրորդը, Պիտեր ասում ես ես փոխանցել եմ Կարեն Կարապետյանին, տվել ես Կարեն Կարապետյանին, բնականաբար դու իշխանության տերը չես, կրողը չես, ու բնականա չես էլ կարող տալ, որովհետև ընթացակարգ կա, պիտի դու հրաժարական տաս, ձևավորվի նոր ազգային ախոր, որը ըստ ձեզ էլի կանտրի կնշանակի նոր Որչապետ։ Հիմա նախ եթե ինքը փոխանցել է իշխանությունը ենթադրենք էլի Կարեն Կարապետյանին, հա, բայ գանդոն քո համակարգ կոչվածը, քո ազգային ախորում նստած գանդոնները, որոնք պետք է հրաժարական տային, որից հետո նոր միայն ձևավորվելով ընտրություն, ընտրական պրոցես, նոր ազգային ախոր, որից հետո թեկնածու էին առաջադրում, որը ընդունվում էր մեծամասնությամբ։ Հիշում եք, չէ, այն Շարմազանով կոչված են ոռատուն, որ ասում էր, մենք լրատվական համակարգին, էլի, մենք հորդորել ենք կուսակցություններին,
որ ձայնը տան Փաշօղլուն։ Արայ պիդր յոբանի։ Եթե դու քո ենթադրյալ իշխանությունը տվել ես Կարեն Կարապետյանին, ուրեմն Կարեն Կարապետյանը պետք է ազգային ախորում իր կողմից ձևավորված իշխանություն, ազգային ախոր կոչվածը ընտրություն կատարել, ոչ թե քո նման գանդոնը, այսինքն դա կեղծիք է, իսկ բնականաբար կեղծիքի միջոցով նշանակված, ընտրված երևույթը օրինական չի կարող լինել, խոսում եմ փաստերով, հիմա, եթե դու ընտրել ես, իշխանությունը տվել ես Կարեն Կարապետյանին, բա Կարեն Կարապետյանը ուր է, ինքը հրաժարական տվել է, որ դու նորից նստել ես որպես վարչապետ ու քո կուսակցությունը ընտրել է Փաշօղլուն, ուրեմն դա կեղծիք է, արեք ընթացակարգերը նայենք, ես տեսեք չեմ անդրադառնում 21 թվական, այն կողմից եկած 91 թվական եւ այլն, այսինքն հետո բացի դա հիշում եք չէ որ այս ագարկեն Խերժիկ Նարիմանովը իր կուսակցական պիդերների հետ նշանակել էր նաև ըստ ձեզ ընտրել էր ընտրություններ կատարել Արմենչիկ Սարգսյանի վրա, հիշում եք չէ, որը չուներ 6 տարվա անընդմեջ քաղաքացիություն, հիշում եք չէ, Փաշօղլին ասում են ցար նինաստայաշի, բայց այդ ցար նինաստայաշի կողմից ինքը ստանում է հաստատում վարչապետի, հիմա հարց է առաջանում, բայ գանդոններ, եթե սա անօրինական է, եթե սրանք անօրինական են, ոնց են ընտրում, ոնց են նշանակում, բալա միջազգային կոչված կլրի գանդոնները, դրանք այսքան ուղեղ չունեն, դրանք տրասի ագարկեք են, տրասի բոզեր են, այսինքն նրանց մտադրությունը քունվելն է, շինվելն է եւ այլ, բայց ոչ այսինքն իրավագիտություն, իրավունքի գիտակցություն, օրենքի իմացություն, բա գանդոն դու գալիս ես տեղ նշանակվում ես որպես դիտորդ, դու գալիս ես ինչն ես դիտում, գանդոն, եթե դու այդքան ուղեղային հատկանիշներ չունես, որ հասկանաս, գիտես ինչ ախպեր ջան, սրանց օրենսդրությամբ, սրանց սահմանադրությամբ, սա անօրինականություն է, բայ ոռատուններ, ստեղ գալիս եք ում կլիրը ծածեք գնաք, հա, ստեղ գալիս եք ում կլիրը կոխեք մորներիդ, հորներիդ, ձեր ոռը գնաք, ինչի համար եք գալիս, այ բոզեր, ում եք ինձ սուս տալի, այսինքն դա էլ է ֆիկցիա, հարց եմ տալիս, ուրեմն դա էլ է չէ ֆիկցիա, բա լրատվական գանդոններ, ձեր բեռնումը սաղ շները ծծծնեն քունեն, դադախազություն, ածը, քնչական, հակակոռուպցիոն, դադավորներ, ազգային ախորդ, կուսակցություններ, ձեր սաղիդ բեռնումը շները ծծծնեն քունեն, գանդոններ, դուք այսքան բան չեք հասկանում, դուք այսքան գիտակցություն չունեք, ժաշտամ ձեր գանդոն բերանա, ոռատուներ, հարց եմ տալիս, դուք սահմանադրություն չեք կա, սահմանադրական ես օրենքով, սահմանադրության ինչ կլի սահմանադրություն, այ բերանները շները ժաշտան, ինչ սահմանադրություն, դուք ես սահմանադրությունը կարդացել եք, ժաշտամ ձեր ագարկա ցեղատեսակների բերանը, որն է կարդացել, կոխեմ ձեր ցեղատեսակների բեռնումը, գյոթեր, գլխավոր դադաղած բեռնումը ժաշտամ, լսում ես կլրի գանդոն, քու համակարգ կոչվածներով, արայ ոռատու, դու օրենք չգիտես, կլի ծծող պուտանկա, հա, հարց եմ տալիս, ագարկա, պետություն, հա, բա բերանները ժաշտամ ես, Ալմատայի, վերցնեմ ձեր իսկ գիտակցության, պայմանագիր կոչվածները, որ դուք անվանում եք պայմանագիր, հռչակագիրը պայմանագիր, կարաք ցույց տաք, որ հռչակագիրը դա համարվում է պայմանագիր, ըստ ձեզ էլի, չնայած ես ձեզ բացատրեցի, ինչ է նշանակում միջազգային իրավունքի սուբյեկտ, ինչ է նշանակում միջազգային իրավունքի սուբյեկտ
կոչվածի ներկայացուցիչ, այսինքն պայմանագրի մասին է խոսքը։ Եվ ոնց կարող է դա դիտարկվել որպես պայմանագիր։ Հա? Կամ են Ֆուցեն կոչված են կլլերի Գանդոնը։ Արմենիա тоже не признала, բա Արմենիային ղեկավարներն ովքեր են, արա։ Արմենիան թարգմանած դառնում է Հայաստան, ժաշտապ կանգած բեռնում է Գանդոն։ Քո ցեղատեսակների բեռնումը, որ այսօրվա վրա կապիկություններ եք անում։ Լրատվական պուտանկեկին նստեցնում եք ձեմը, ձեր լրատվականներ, էլի։ Ու սկսում եք լոլո կարդալ։ Հա? Հարց եմ տալիս այ ոռատուներ։ Հերիք չի թատրոնը խաղացնել, ձեր անգրակեց ցեղատեսակների բեռնումը շները քունեն։ Հարց եմ տալիս, արա։ Գոյություն չունեցող օրենքները, դադաղազությունը, դադարանները կիրառում են։ Ոչ մեկի խեռին չի, փողը տուր, մորը ծծծրա։ Մի քթալ ճաշ տուր, բերանները ժաշտուր։ Ձեր պորնո կամանդների բեռնումը քունեմ այ Գանդոն, դուք ինչ-որ համակարգ է։ Դուք սաղդ է գործակալական ցանցեր եք, ժաշտամ ձեր եղած չեղածի վրեն։ Սաղիդ վրեն ժաշտամ Գանդոններ, ու դուք ձեզ համարում եք մարդ, այ Գանդոններ, դուք մարդ չեք կլիր ծծողներ, դուք պրոստը բազմակի օգտագործված Գանդոններ եք, ինչ Խերրիս Ախմեդ, ինչ Ալիև, ինչ Էրդողան, ինչ Ֆուցան, ինչ Թրամփ, ժաշտամ Թրամփիդ վրեն, իր համակարգի վրեն ևս, ենյանք ով են արա մեր հարցերը լուծեն, արա, արա այ գյոթերխի դուր չեք գալիս, ինձ աջակցեք, որ ես սաղի բեռնումը քունեմ, իրանցից գրած օրենքներով, իրանցից գրած միջազգային նորմերով, ձեր գիտակցության, կոնվենցիաներով, բանաձևերով, այ Գանդոններ ձերը մենակ լապնա, ով ասում է կլիրս խիարա աղվ եկալում եք վազում եք, ժաշտամ ձեր լապակեք բերանը, Ղախպեք, ազգ ու պետություն ծախիք, մեր են սրբություններին տարակ զոհաբերեցիք, 91 թվականից ամրագրել են որպես Ադրբեջան, տարել են ցեղասպանել են մեր ազգի, են ոսկե սերուցքին, ձեր հայրերին, ձեր աղբերներին, ձեր քույրերին, ձեր մայրերին, այ ոռատուներ, արածները, գենոցիդը, ցեղասպանությունը ձեր գիտակցության, արածները պատերազմ հրահարելա, արածները պետություն քանդելա, պետականություն վերացնելա, համակարգեր վերացնելա, սրանք տերորիստներ են, ոռատուներ ձեր շահերն են պաշտպանում, խիմոտիկ չեք գալի, ժաշտամ ձեր Գանդոն բերանը մի քթալ ճաշի հիմար եթում եք, ոռեք տալի եթում եք, լապ եք ուտում, որ ձեզի լապտան լապեք, այս ազգը գիտակից հատվածի մասին է խոսքը, այս բոլոր հանքերը, այս ընդերքը, ջուրը, գազը, այդ մերն է, այս սրանք ում խեռի գլոխն են, ինչ խեռիս իշխանություն, արա, խիտեր չեք կայնում ձեր սրբություններին, ձեր հողին, ձեր բնորանին, արա տարեկան 200 տոննա մենակ Արմենիայից ոսկի են հանում, մենակ ես Հայաստան, ձեր գիտակցությամբ, Հայաստան կոչվածի հատվածից, մոտ 400 տոննա Արցախից էին հանում, արա այ ոռատուներ, այդ մեր գումարները, այդ մեր սրբությունների, այդ մեր ընդերքի հարստությունները, մեզ համար հերիքա, որ դուք նստած անգամ թոշարկառու կոչվածները, ոտը կցեն ոտին, $1000 չափանիշներով, թոշակ ստանա, մարդավա, այս ագարկեքը, միլիոններով, միլիարդներով փողեր են, ձեր իսկ գումարներն են լապում, ձեր իսկ սրբությունները ոտնատակ են տալի, արա ձեր անինքն ասեր գյոտ բեռնիցը շները քունեն, չեք ուզում ոտքի կանգնել, չեք ուզում սրանց սատկսնենք, արա, ամեն ինչ էփած է, ամեն ինչ դրած է, ամեն ինչ ներկայացրած է, մնում է սրան տեր կանգնել, տեր կանգնել է պետք, ճաշ էփած է, մնում է շերեփները վեգալեք, գաք լապեք,
Ազատագրվեք ես գանդոններից, թե դուրներդ գալիս է, որ ձեզ քունում են, ծծծնում են, սատկացնում են, թալանում են։ Այսօր ես քանով են սահմանափակվում, որ դուք մտածեք ասածներիս վրա։ Այս բոլորը փաստեր են։ Ես դատական պրոցեսները դրել եմ առաջի մասով, երկրորդ մասով չհաշված, էլի դատական պրոցեսներ կան, որտեղ այս գանդոնները թողնում փախնում են, որովհետև իրանք ոչ այդքան գիտակցություն ունեն, որ դուրս գան իմ հետ խոսան, ոչ էլ իրանցից գրած օրենքները, իրանցից գրած օրենքները, դրանք չեն կիրառում։ Նույն այս միջազգային կոչված գանդոնները։ Դուրս արեք, արա սաղ փաստերը ձեռս է, դուրս արեք սրանց սաղին, սրանց 4 տոնածառը հագցնենք մինչև բողազները, սրանց ազգուտակով, մորու մանուկներով սաղին բնաջնջենք, որովհետև ձեր երեխեքին, մեր սրբություններին են վերացրել, մեր ազգին են ցեղասպանել, գենոցիդի ենթարկել, մեր տարածքներն են ծախել ծախում, մեր հարստություններն են թալանում մեզ բոզերը։ Տեր կանգնեք, արա, ձերն է, ձեր սրբություններն է, ձեր հարստություններն է, տեր կանգնեք, որ համ մարդավայել ապրեք, համ էլ ես բոզերին բոլորին սատկացնենք։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, որ ես գանդոններին բոլորին սատկացնենք, հրապարակով մեկ։ Այսքանը։